ուսուցիչների չէ, տնօրենների, ազատման չէ, դիմում են գրել իրեն։ Ես ասուլիսի է գալիս, հենց արդեն շտապով արդեն հրաժարվում էին նկարվել, երեխեքից մեկը բերեց ես ես պետեց։ Հիմա ասենք ենթադրենք, ես սիրում եմ երեխեքին, եթե երեխեքն ինձ մոտենում են, ուզում են նկարվեն, ասեմ չէ չեմ նկարվում, դες է, բա ինչի մասն եմ ասում։ Ինչ անեմ, ոնց ջրցան մեքենա երեխեքին ցրեն։ Ես իրավաբանների հետ խոսել եմ, իրանք ասել են, որ ոչ մի իրավախախտում այդտեղ չկա։ Այո, ասել են, ես հենց առաջին օրերից, երբ որ երեխեքը զգացել են, որ ինչ-որ սենց ակտիվանում են, ես իրավաբաններին հանձնարարել եմ, որ իրենք եզրակացություն կան, այդտեղ օրենքի խախտում կա, թե չկա։ Որտեւ երեխաներն էլ իրավունք ունեն եւ իմիջիալոց մեր սահմանադրությամբ դա երաշխավորված իրավունք է, երեխաներն էլ իրավունք ունեն արտահայտել։ Ինչ անեմ։ Բայց երեխեքը հիմա գալիս են, ասենք հիմա այն երեխեն եկի այնտեղ կանգնել է, նայեք, ասենք հիմա ուր գնում եմ երեխեք գալիս են, ինչ անեմ ես։ Ցրեմ երեխեքը։ Արկել եմ դա։ Ոնց օքեյ արկել եմ, ոնց արկել եմ։ Ոստիկան, հետո չեք ասելու, ոստիկանական շարքերով շրջափակված Փաշինյանը իբր քարոզչություն է անում եւ այլ, ինչ անեմ։ Հարգելի Ռուզան Թուրքտանք մյուս գործիքներին հարցրել ժամանակ է մնացել։ Մյուս հարցերին մեկը Ռուսաստան տնօրենների գործողությունների հետ ակապ նախ ես ասում եմ, բացառում եմ, որ մեր շտաբից եւ կառավարությունից եւ գործադիր որևէ օղակից որևէ հրահանգ գնացած լինի, բացառում եմ պարզապես։ Իսկ ծառայական քննությունը նրա համար է, որ պարզվի պաշտոնյաների գործողություններում ապօրինի բան կա, թե չկա։ Կպարզվի եւ շնորհակալ եմ այդ մարդիկ կամավոր դիմում են գրել, որպեսզի մենք հանդարտ ոչ ներվային պայմաններում հնարավորություն ունենք հարցը քննարկել, բայց ես չեմ էլ ուզում հանկարծ պարզվի մի տնօրեն ոչ տեղյակ է, ոչ գիտի, մեկ էլ մարդ իմանում է իրան SMS-ով գործից անել է, առանց SMS-ի։ Այսինքն մենք հասկանանք, որ մարդը խնդիր է առաջացրել, ապօրինի բան է արել, եթե պարզվի կազատվի աշխատանքից, մանավանդ որ դիմումն է գրել է։ Եթե պարզվի, որ ոչ մի ապօրինություն չի արել, ինչի ազատենք մարդուն գործից։ Կամ եթե պարզվի ապօրինություն է եղել, ով որ արել է, իր հետևից գրել։ Ռուսաստանի հետ կապված կարծում եմ, որ էմոցիոնալ հայտարարություններ են, որովհետև շնորհակալություն, հաջորդ հարցը Արթուր։ Թուրքական աշխարհի հանճարների դեպքում է այն ինֆորմացիան, որ մոտորերը սպասվում են հայտնական սահմանի բացառումը։
ձեզից ուզենայինք ճիշտ իմանալ ամսօրինա այդ գործընթացի մեջ է այդտեղ եւ բոլորերս հնարավոր է հայկական սահմանին Նախ էլ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա սահմանի մասին է խոսքը, երկրորդը մամուլում այդպիսի հրապարակումներ կան թուրքական։ Թուրքական մամուլում բարբերաբար լինում են, որ անհրաժեշտություն Ես ձեզ անկեղծ ասեմ, ես այդպիսի ուղիղ տեղեկատվություն չունեմ, բայց եթե պարզվի, որ այդպիսի բան կա, ես շատ կուրախանամ։ Իմիջիայլոց ես նկատեցի նաև, որ դիմության որոշ շրջանակներ էլի վախի մթնոլորտ են տարածում սահմանների բացման վերաբերյալ, ասելով, որ հեսա Թուրքիան սահմանը կբացվի, եւ ես կլինի վատ բան է։ Արդյունքում ստացվում է, իրանց ասածից, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի բան էլ լավություն են փաստորեն մեզ արել, որ սահմանները փակում են։ Հասկանում եք, անտրամաբանական բաներ են խոսում։ Մարդկանց վախեցնում են, որ սահմանը պետքա փակվի, Մինչդեռ Հայաստանը 30 տարի բոլոր միջազգային ատյաններում բողոքել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի շրջափակում են։ Այսինքն ստացվում է մի հատ էլ խոսում են այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը ուրեմն լավություն են անում, որ սահմանները փակեն, պահում է այդ ստացվում։ Բայց ես էլ եմ ասում, ես չունեմ ուղիղ անկեղծ եմ ասում նման տեղեկատվություն, մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա եւ շատ լավ կլինի, որ դա տեղի ունենա, եւ տրամաբանորեն պետք է դա տեղի ունենա, եւ եթե դա տեղի ունենա, որ պայն տեղի ունենա, ես դա կողջունեմ։ Միանշանակ եւ անհրաժեշտ եւ ոչ մի կասկած չունեմ, որ դա միայն պոզիտիվ կբերի Հայաստանում, միայն պոզիտիվ, ոչ մի նեգատիվ բան չի, ոչ մի նեգատիվ բան չի։ Հաջորդ հարցը ժողովուրդ համապետական հանձնների մասնակցում է 19 քաղաքական բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ 19 քաղաքականներից գաղտնալսվում են միայն մեկը, որը հիմնական ներմրցակիցն է, ուժեղ Հայաստանի մարդկանց ոնց է տալիս ասել, թե կլինի աշխատատեղերներ կլինի, դպրոցներ կկառուցեն, շահերներ կվերադառնան մարդիկ, սա իրավապահ համակարգը դիտարկում է, որ ամեն ինչ կարգին է, հարց է դիտարկում, իսկ այս նույն համատեքստում Եղիսեփարյան ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանը Հայկի Կանդազը ասում է, որ դպրոցներ կլինի, եւ ասում է, որ հողներ կլինի, գործներ կլինի, ամեն ինչ լավ կլինի, դրան կալանավորում է, սա ինչպես հասկանանք, ինչպես պատրվանում, եւ մենք ստակեցում ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ կապված, ասում եք Հայաստանի առանցքային ուղղությունը ԵՄ-ն է, բայց ԵՄ-ն հայտարարում է, որ իր անդամակցությունը հայտարարի եւ չկարող որևէ մեկը եւ այս տրանսֆերը ասում եք, որ Հայաստանը համեստ կարողություններով չի կարող մտածել եւ դեռ ավելի ԲՀ-ի հետ եւ տրանսֆերը ԵԱՏՄ-ի հակառակ քաղաքականություն է կանում եւ մայիսի 28-29-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ-ի գաղափարախոսը ՀՀ-ն հայտարարել է, որ հստակեցնեք ունենում եք ԵԱՏՄ-ի հետ գալիս։ Կարող եք ասել, որ քաղաքական դրամ է եք եւ խաղ եք Նախ ձեր գնահատականը, որ ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն եմ վարում, լավ, այդ գնահատական հանրությունը ո՞ր հանրությունը։ Ես այսքան ժողովրդից շփվում եմ, որը մեկը չասեց, որ ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն եմ վարում։ Բայց լավ տեսականորեն, եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև ԵԱՏՄ-ի որոշումները ընդունվում են կոնսենսուսով, այսինքն որևէ որոշում չի կարող ԵԱՏՄ-ում ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը։ Հետևաբար, եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ գործեի, այսօր ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն նշանակում կաթվածահար է, չի գործում։ Դրանց պատասխանը ձեր հարցերը լսեցիք։ Հետևաբար, ԵԱՏՄ-ն կաթվածահար չի նշանակում ես ԵԱՏՄ-ին հակառակ չեմ գործում։ Եվրամիությանը մեր անդամակցության հետ կապված ես բազմիցս պարզաբանել եմ հրապարակային ձեր թույլտվությամբ ես նորից չկրկնեմ, որն է մեր ռազմավարությունը։ Այդ ռազմավարությունը հրապարակված է, եւ ոչ մի նորություն չկա։
Մի հատ էլ հարց կար, որն է։ 19 քաղաքական ուժից ինչ վերաբերում։ Հա, ինչ գիտեք։ Եվ նաև մասնիսը Կներեք,